Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Սփորտքասթ նախագծի հերթական թողարկումն է, որը նվիրված է ըմբշամարտին, հայկական ըմբշամարտին։ Իմ հյուրերն են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբետնակ Կուրղինյանը։ Շնորհակալ եմ, պարոնայք, իմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ այս մակարդակով ենք անդրադառնում այս մարզաձևին իմ հաղորդման շրջանակում։ Մենք խոսելու ենք ըմբշամարտին վերաբերող տարբեր հարցերի շուրջ։ Իհարկե կանդրադառնանք նաև ավարտված Եվրոպայի առաջնությանը, այնտեղ մեր մասնակցությանը, բայց ես կնախընտրեմ սկսել այսպիսի հարցից։ Ես շատ եմ նկատել ձեր աշխատանքը մեդիա ոլորտի հետ եւ դա շատ գնահատելի է։ Ես որ նկատում եմ, որ դուք ինչպես եք աշխատում լրագրողների հետ, ինչպես եք խոսում եւ քննարկում, նույնիսկ ներկայացնում տարբեր մանրամասներ եւ տարբեր նրբին կետերի մասին եք խոսում ասուլիսների ընթացքում, շատ այլ մարզաձևերում կներեք, բայց այդպեսին չի իրավիճակը, այսինքն մեդիա դաշտի, այսինքն մեր երկրպագուն, որը լրատվական դաշտի միջոցով է փորձում հասկանալ ինչ է կատարվում տվյալ մարզաձևի հավաքականներում, թիմերում եւ այլն, այդ ինֆորմացիան չի ստանում։ Ձեր շնորհիվ ես ինչի եմ այդ շնորհակալությունը ձեզ հիմա հայտնում, որ դուք շատ մանրակրկիտ անդրադառնում եք շատ յուրահատուկ կետերի մասին եք խոսում, տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ հասարակությունը երկրպագուն ըմբշամարտի ինքը մասնակից է այդ գործընթացին ամբողջովին։ Մասնակից է իհարկե որոշումներ կայացնողը դուք եք, ձեր մարզչական անձնակազմերը, ձեր մարզիկների հետ միասին, բայց մարդկանց մոտ տպավորություն էր, որ ինք մասնակից են թե պատրաստմանը, նախապատրաստմանը մրցումների, թե այդ մրցումներին ու կարծես ձեզ հետ են, հետո դրանից հետո, որտեղ դուք այդ խնդիրները բացահայտում եք, դրանց լուծումներն եք ներկայացնում։ Շնորհակալ եմ դրա համար։ Մեդիա դաշտի հետ աշխատանքը ձեզ համար դյուրին է թե ոչ։ Իհարկե մեդիա դաշտի հետ պետք է աշխատալ եւ ես դյուրին եմ համարում մեդիա դաշտը։ Բնականաբար մեր երկրպագուները շատ մեծ քանակով են, քանի որ կարելի ասել այսպես, թե ըմբշամարտը, թե ծանրամարտը, թե բռնցքամարտը, մարմնամարզությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում լավագույն մարզաձևերն են եւ բնականաբար պետք է մեր երկրպագուներին մենք կարողանանք ավելի ճիշտ ներկայացնել մեր իսկ թե խնդիրները, թե նվաճումները, թե հաղթանակները, թե պարտությունները։ Բնականաբար դուք ճիշտ եք անում։ Ես նախ շնորհակալ եմ ձեզանից, որ հրավիրել եք մեզ այսօր այս հրաշալի տաղավարում հաղորդում վարելու համար։ Եվ խնդրեմ, ինչ հարցեր ունեք, թե ինձ, թե պարոն Կուրղինյանին կարող եք ուղղել։ Պարոն Կուրղինյան, ձեզ համար նույնպես լրատվական դաշտի, լրագրողների, մեդիա ոլորտի աշխատակիցների հետ ինչպիսին է շփումը։ Դուք էլ եք բաց, կարծես ներկայացնում այն ինչ որ տեղի ունենում ազատ ոճում ըմբշամարտի։ Շնորհակալություն հրավերի համար։ Այդ ներկայացնելը գալիս է նաև լրագրողներից հետ ձեր ուշադրությունից, չլիներ ձեր ուշադրությունը ոնց պետք է ներկայացնեինք, շնորհակալ ենք նորից հրավերի համար։ Ես իմ հերթին եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում եւ նշում եմ, որ շատ այլ մարզաձևերի գլխավոր մարզիչներ, հավաքականների, թիմերի, ակումբների, նույնիսկ լրատվական մեդիաների ներկայացուցիչների հարցերին պատասխանելիս ուղիղ չեն պատասխանում, բայց ձեր պարագայում կներեք այդպես չէ։ Շնորհակալ եմ դրա համար։ Հիմա անդրադառնանք շատ այլ հարցերի։ Նախ ըմբշամարտ մարզաձևի կարևորության մասին խոսենք։ Սա հենակետային հիմնական մարզաձևերից մեկն է Հայաստանում եւ իզուր չէ, դա ոչ միայն տասնամյակների, այլ հարյուրամյակների դարերի պատմություն ունի մեր լեռնաշխարհում Հայաստանում։ Ի վերջո նաև օլիմպիական հիմնադիր, հիմնային մարզաձևերից մեկն է, թե ծանրամարտը, թե ըմբշամարտը։ Տեսեք, ծանրամարտի պարագայում մի հետաքրքիր ուղղությունից նայենք այս հարցին։ Տարիներ առաջ խնդիրներ եղան միջազգային օլիմպիական կոմիտեն նույնիսկ դիտարկում էր այդ հիմք հանդիսացող օլիմպիական մարզաձևերից մեկը հանելու օլիմպիական ցանկից։ Ըմբշամարտի մասին կարծես այդ խոսակցությունները չեղան։ Այնտեղ եղել է հունահռոմեականի մասին։ Հունահռոմեական։ Դուք հիմա կանդրադառնաք։ Բայց շատ երկրպագուների
մարզասերի մոտ աշխարհի տարբեր կետերում հարցեր առաջանում։ Ի վերջո հին Հունաստանում, երբ որ օլիմպիական խաղեր էին անցկացվում, դե հիմնական ուղղությունները որոնք էին՝ թեթև ատլետիկա, ծանրամարտ, ըմբշամարտ եւ մի քանի այլ մարզաձևեր։ Ոնց կարելի է այդ մարզաձևը հանել։ Ի վերջո այդ կետին Աստված պահես չհասանք։ Ասեք, պարոն Բաբալարյան։ Համաձայն եմ ձեր հետ, եղել են նման խոսակցություններ, հենց նամանավանդ մեր ձևի մասին, հունարոմյականի, ոչ թե ազատ ոչի, հունարոմյականի համար նախանցած օլիմպիական խաղերից հետո եղել են նման խոսակցություններ, բայց շատ կարճ է տևել եւ դրա համար աշխարհի օլիմպիական խաղերի հաղթողները, չեմպիոնները եւ բնականաբար բոլոր ֆեդերացիաները դիմել են իրենց բողոքը միջազգային օլիմպիական կոմիտեին եւ միջազգային ֆեդերացիաներին, փաստարկներ են ներկայացրել եւ դա ասենք չեզոքացվել է եւ հունարոմյական նշամարտը բնականաբար մնացել է որպես օլիմպիական ձև, ասեմ ձեզ դա գիտեք ինչից է գալի, օրինակ ժամանակ առ ժամանակ կանոնակարգը փոխվում է բշամարտում եւ ասպիսի երևի խնդիր է առաջանում, որ մի քիչ ինչ որ տեսանելի չի դառնում մարդկանց համար, այսինքն անհասկանալի է դառնում եւ միջազգային ֆեդերացիան միշտ աշխատում է այնպիսի նոր օրենքներ եւ կանոնակարգեր մտցնել, որպիսի ռուսերեն զրելիշնի դիտարժան, որպեսզի դիտարժան լինի, այսինքն մարդը նայում է իր երկրի հեռուստացույցով իր երկրի ասենք մարզիկին, ուզում է հասկանալ ինչու համար միավոր տվեցին, ինչու համար չտվեցին եւ բնականաբար ոչ մասնագետը կարող է ոչ ճիշտ հասկանալ, խճճվել դրա մեջ եւ ինչ որ հետաքրքրությունը կորում է, բայց հենց հիմա օլիմպիական խաղերից հետո այս առաջի իսկ Եվրոպայի առաջնությունը նորից ինչ-որ կանոնակարգ փոխեցին, այսինքն այն ժամանակ, երբ որ հաղթում էր վերջի միավոր վաստակող մարզիկը հավասարի դեպքում, այս անգամ արդեն հաղթում է առաջի միավոր վաստակող մարզիկը հավասար միավորների դեպքում եւ ինձ թվում է ոնց որ ստացվում է ավելի ինչ-որ տեսարժան է լինում։ Եվ նաև այդ մրցելույթները մեկնաբանողներից է կախված, որոնք որ կարողանում են թե օլիմպիական խաղերի, թե աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, թե այլ մրցաշարերում նախապես հեռուստադիտողին, ռադիոլսողին տեղեկացնել, թե ինչպիսի ընթացակարգ է գործում, ինչպիսի կանոնակարգ է եւ մարդիկ որ հասկանան, առաջին միավորը վաստակեց, վերջում հավասար միավորների պարագայում ով է հաղթող ճանաչվում։ Դե ինձ թվում է մեր լրագրողները, ովքեր որ վարում են հաղորդումները, բավականին պատշաճ են կարողանում ներկայացնել, որպեսզի ունկնդրողը կարողանա ավելի ճիշտ հասկանալ այդ ամեն ինչ։ Պարոն Գորգինյան, տեսեք, պարոն Բաբալարյանը անդրադարձավ հունահռոմեական ոճին բշամարտի ժամանակին այդ խոսակցություններին, մի խոսքով ինչ տեղի ունեցավ եւ Փառք Աստծո այդ ամենը հաղթահարվեց եւ այդ հարցը այլևս կանգնած չէ, բայց մենք հասկանում ենք, որ որոշակի խնդիրներ ինչն է եղել դրա հիմքում։ Կարճ անդրադառնանք այս ամենին։ Տարբեր մարզաձևերում պարբերաբար լինում է դոպինգ կոնտրոլի ինչ-որ սկանդալային բացահայտումներ եւ այլն։ Եղան ծանրամարտում, այո, մենք չենք թաքցնում եւ այդ խնդիրները մենք վերհանել ենք, քննարկել ենք եւ Փառք Աստծո նաեւ այդ ամենը հաղթահարել ենք, դուրս ենք եկել։ Ըմբշամարտում այդպիսի խնդիրներ երբևիցե ծագում են, թե ոչ։ Ես գիտեմ, ես վստահ եմ, որ դուք որպես գլխավոր մարզիչներ նամանավանդ հավաքականների շատ բծախնդիր եք տվյալ հարցերում, բայց որոշակի դեպքեր կարող է լինեն, որ ձեր վերահսկողությունից դուրս լինեն։ Ինչպես նշեց ընկեր Բաբալարյանը, մարզաձևի դիտարժանության հետ կապված խնդիրներ առաջացան, մի փոքր ավելի կոմերցիոն մարզաձևեր ավելի շահեկան է միջազգային ֆեդերացիաների հենց մոկի համար ներգրավեն ծրագրի մեջ, բայց այստեղ տեղի ունեցածը դոպինգ կոնտրոլի հետ կապված իհարկե մեր մարզիկները միշտ դոպինգ կոնտրոլի մեր վերահսկողության տակ են, թե մեր հանրապետական, թե միջազգային մրցաշարերում եւ նման դեպքեր լինում են,
մեր մարզաձևում Բայց էլ է լինում։ վերջերս այդպիսի դեպքեր չեն եղել։ Մեր հետ չի լինում, կոնկրետ մենք չենք ունեցել նման դեպքեր, բայց համաշխարհային մակարդակով լինում է վերջին 1-2-3 տարիներին, ինչպես հիշում ենք, դեպքեր է եղել եւ օլիմպիական մեդալներ են վերցրել, ոսկի մեդալներ են վերցրել մեր մարզաձևում։ Այդ սկանդալները միշտ լինում են այսօր էլ կան, այսօր ժամանակակից սպորտը այդ դոպինգից ապահովագրված չի, կա այդ դոպինգը, բայց այդտեղ կուզեի նշել նաև այդ սկանդալները, որ տեղի ունենում բշամարտի հետ, ծանրամարտի հետ, բռնցքամարտի հետ, դա նաև կապված է մի փոքր քաղաքական ամեն դեպքում մենք ճիշտ է մարզիչներ ենք, մեր համար մի քիչ խոսակցություններով ենք լսում, բայց փաստերով կա օրինակ նույն այս օլիմպիական խաղերին նույն բանի առաջ կանգնավ, խնդրի առաջ կանգնեց բռնցքամարտը։ Դեռ կիսվել էին, դեռ նորից քաղաքական շահարկումների թեմա է դառնում եւ ընդհանուր առմամբ դժում է սպորտը։ Ուզում էին մի պահ հանեին 3 ամիս, եթե չեմ սխալվում, բռնցքամարտը հանել էին օլիմպիական մարզաձև որպես օլիմպիական ձև, բայց այդ առիթ էր հանդիսացել ոչ թե մարզաձև, այլ քաղաքական մեծ, ասենք օլիմպիական կոմիտեի, միջազգային ֆեդերացիաների իրանց մեջի կոնֆլիկտ է տեղի ունենում, պարզ հայտնի պատճառներ երևի չեմ ուզում անդրադառնամ, ոչ թե չեմ ուզում, պետք է չի մանրանալ, մենք որպես մարզիչ տեսնում ես, որ նման մեծ խնդիրներ է առաջանում, սկանդալներ, քաղաքական անհամաձայնություններ, մի ֆեդերացիան, ասենց ասած չակերտներով արևմտամետ է, մեկը արևելամետ է, ասենց պրոբլեմներից դժում է սպորտը, նույնիսկ բռնցքամարտը տես խնդրի առաջ կանգնած էր, փառք Աստծո, որ նորից վերադարձավ կոնկրետ բռնցքամարտը օլիմպիական մարզաձև եւ ինձ ամեն ինչ նորմալ է։ Կենտրոնանում ենք դարձյալ ըմբշամարտի ձեր ներկայացրած մարզաձևի վրա։ Նախ ըմբշամարտը Հայաստանում այս տասնամյակների ընթացքում որոշակի վերելք է ունեցել։ Ամեն դեպքում ընթացիկ զարգացում դուք տեսնում եք։ Սերնդափոխություն լինում է եւ նոր սերունդները, ինչպես նախկինները, դարձյալ բարձր մակարդակի են հանդես գալիս տարբեր միջազգային մրցաշարերում, միջազգային ասպարեզում։ Ինչ ուղղություններ են հիմա ձեզ համար հիմնականը, պարոն Բաբալարյան, դուք ձեր ուղղությամբ ասեք հունահռոմեական, այսինքն ինչպես է այս ոճի զարգացումը ուր է գնում Հայաստանում, ինչպես եք դուք տեսնում ապագան այս ոճում նոր սերունդների համար նույնպես, դուք պարոն Կուրգենյան ձեր հերթին։ Սկսենք ձեզանից հունահռոմեական։ Այն ինչ որ կարող եմ ես ձեր ասացի պատասխանել եւ ավելացնել, սերնդափոխություն միշտ է լինում է, մեր թիմում այս անգամ էլ ընդգրկվել են 2-3 նոր մարզիկներ, այսինքն երիտասարդ մարզիկներ օլիմպիական ցիկլը անցնելու համար փորձարկում են երիտասարդական մարզիչներին, մարզիկներին կներեք, որ միջև Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին կարողանանք ամենքաշային կարգում ունենալ պատշաճ մեր երկիրը ներկայացնող մարզիկ, բայց մենք ունենք մի հատ խնդիր, որ մեր մոտ ճիշտ է ասում եք ըմբշամարտը մեր մոտ լավ զարգացած է, ճիշտ է, իրոք զարգացած է, բայց մենք այսօր չունենք այն մեծ քանակությունը, որը որ պետք է ունենանք, այսինքն եթե ես բերեմ նախա այսինքն հետ սովետական այդ տարիներին մեր քաշային կարգում, անձամբ իմ քաշային կարգում մասնակցում էր մոտարապես 40-ից 50 մարզիկ հանրապետության առաջնությունում։ Իսկ հիմա, եթե երիտասարդներին թույլ չտանք, այսինքն մեծահասակների առաջնությանը կմասնակցեն մենակ այդքան հոգի, այսինքն եթե երիտասարդները մասնակցում են, մասնակիցների քանակի թիվը կազմում է մոտ 80-ից 100 հոգի եւ 3 միլիոնանոց պետության մեջ դժվար է ընտրել այնպիսի մարզիկներ, որոնք որ կարող են հասնել այդ բարձր արդյունքներին, որը որ ասենք Իրան, Թուրքիա, որտեղ որ հիմնական
ըմբշամարտը զարգացած Ռուսաստան, Ուկրաինա, Բելարուս, այսինքն 60-80-140 միլիոնանոց պետությունների դեմ, այսինքն երբ որ մեր տղաները կարողանում են պայքարել եւ նմանատիպ մեդալներ վաստակել, ես դա գտնում եմ մեր տղաների կողմից դա հերոսություն է եւ բոլոր հանրապետության մարզիչների կողմից էլ դա խոսում է իրենց նվիրվածության, ֆանատիզմի եւ պրոֆեսիոնալիզմի մասին։ Դուք հետաքրքիր կետից վերցրեցիք պարոն Բաբալարյան։ Տեսեք, հարցը փոխանցելով պարոն Գուրգինյանին, ինչն է հետաքրքիր, երբ որ մենք տարբեր խոշոր մրցաշարերում հետևում ենք գորգի վրա մեր տղաների Հայաստանը ներկայացնողների մրցելույթներին, շատ անգամ մենք գիտենք, որ մարդիկ այնտեղ նույնիսկ ֆավորիտի կարգավիճակ ունեն։ Բայց մենք չգիտենք, որ տեսեք ձեր նշած Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բելարուս, Ռուսաստան, Թուրքիան այն կողմից, ինչպիսի մեծ ներուժ են ներդնում տվյալ մարզաձևի զարգացման վրա, բայց մենք դարձյալ այնտեղ ֆավորիտ ենք։ Հերոստայտողը երկրպագու նայելիս ինքը հետին մտքով չի հիշում, որ այդ ամեն մենք ում հետ ենք, ինչ հսկաների հետ են, հսկա պետությունների հետ ենք մրցակցում։ Մենք ինքը տեսնում է, որ մեր տղան այնտեղ գորգի վրա ֆավորիտ է եւ հաղթում է։ Այո, շատ ճիշտ է։ Ընկեր Բաբալարյանը նշեց այդ թերի խնդիրների մասին։ Քանակի առումով սուղ է մեր հենց այդ փաստը, ինչը որ դուք նկատում եք, ինչը որ տեսնում է մեր հանրությունը, վկայում է նրա մասին, որ այս հենց իզուր չի, որ մենք համարում ենք հենակետային մարզաձև են բշամարտը մեր Հայաստանում, մարզաձևերից մեկը, որտեվ տարիների ընթացքում շատ բավականին լուրջ մասնագետներ կան բշամարտի կոնկրետ հունարոմեականի եւ ազատ ոչի ինչու՞ չէ մասնագետներ կան, որոնք տարիների ընթացքում փոխանցել են այդ գիտելիքը։ Ունենք մենք այսօր այդ ներուժը, մասնագետներ, մարզիչներ, որոնք որ կարող են ավելի զարգացնել մարզաձևը, կոնկրետ մեր Հայաստանում, մեր պարագայում, մեր ազգաբնակչության, մեր ազգի մարդկանց այդ գենոֆոնդ ասեմ, կոնստիտուցիա ասեմ, շատ հարմար է մեզ զբաղվել այդ բշամարտով։ Ինչպես դուք նշեցիք, դարերից եկած հին պատմություն ունեն բշամարտը, եւ ես գտնում եմ, որ այն մեդալները, այն արդյունքը, որ ունենք, դա պետքա շատ լուրջ նայվի այդ քանակի հետ կապված, քանակը գնալով քչանում, մենք այդտեղ խնդիրներ շատ ունենք, թե ինչի է այդ քանակը նվազում, որտեվ մենք պատանիների առաջնությունների ժամանակ մոտավորապես ունենում ենք 200-ից ավելի մասնակից։ Դա քիչ չի։ Իսկ երիտասարդական առաջնության արդեն կտրուկ նվազում է, դառնում է 70 մասնակից։ 1/3 մասը կորում է հենց այդ 1 տարվա մեջ։ Պատճառը ո՞րն է, պատճառը նա է, որ մենք բանակի կենտրոնական մարզական ակումբը շատ նեղ է գործում։ Եթե գործում էլ է, նոր սկսել գործել, բավականին երկար տարիներ ունեինք մենք բանակի կենտրոնական մարզական ակումբ Չարբախում, դա փակվեց ու ամեն մի մինչև 18 տարեկան, եթե դու Եվրոպայում 5-րդ տեղ մինչև չես զբաղեցրել, դու գնում ես բանակ, բայց ոչ բոլոր 18 տարեկաններն են, որ կարող են այդ մինչև 18 տարեկան այդ շեմը լրացնել։ Կան մարզիկներ, որ բացահայտվում են 20 տարեկանում, 21 տարեկանում, 22 տարեկանում, ինչու՞ չէ, մենք օրինակ ունենք Արտուր Ալեքսանյանը, ես հիշում եմ, որ եթե այդ բանակի տարկետումը չլիներ Արտուր Ալեքսանյանը գնար բանակ։ Ու մենք գուցե չունենանք հիմա Արտուր Ալեքսանյան կամ այս երկար տարիների մեջ մենք ինչքան այտենց մարզիկ ենք որպես մարզիկ էլի, մենք հասկանում ենք, որ բանակի ծառայությունը զինծառայություն չի նշանակում որևէ, բայց շատ մարդիկ զինծառայությունից հետո իրենց ընտրած ուղղությամբ գուցե եւ չեն զբաղվում, դա է խնդիրը որպես կանոն, կամ այնպես չեն զբաղվում, ինչպես մինչ այդ։
Ես հասկացա։ Հիմա նաև տեսեք, դուք ինքնաբերաբար ինքներդ բերեցիք երիտասարդների հետ աշխատանքին։ Սա կարևորագույն հարց է, որը մենք դուք էլ եք նույնիսկ հրապարակավ դրա մասին շատ անգամ նույնիսկ ասուլիսների ժամանակ խոսում, երիտասարդների նոր սերունդները։ Մենք այստեղ այսպես ինչ են կանխատեսում, դուք ձեր աչքով եք տեսնում ինչ երիտասարդներ, ինչ պատանիներ կան, ձեր նամանդ պարոն Բաբալարյան, դուք դրանով զբաղվել եք երկար ժամանակ, պարոն Կողինյան, դուք էլ եք ոնց որ այդ ճանապարհը անցել։ Հիմա մենք ինչ ենք տեսնում նոր սերունդները, մենք ստեղ այսպես մտահոգվելու կարիք ունենք, թե ոչ։ Նոր սերունդը կգա կփոխարինի այս հիմիկվա մեր չեմպիոններին, նույնությամբ կփոխարինի։ Գիտեք, եթե դուք նկատի ունեք կոնկրետ հունարոմյականի այդ բարձր արդյունքները, որը որ ունեցել են այս քանի տարիների ընթացքում, վերջի մի 10 քանի տարիների ընթացքում, ուրեմն կան ըմբիշներ, մարզիկներ, ովքեր որ ստաբիլ են, այսինքն ամեն տարի ամեն մրցումը բնականաբար չտամ անուններ, բնականաբար ստաբիլ մարզիկներ եւ ոչ ստաբիլ մարզիկներ, այսինքն եթե մեր սերնդափոխության մասին է խոսքը գնում, այո, մենք ունենք սերունդ, ես 2 օր առաջ Կիրովական Վանաձոր քաղաքում ականատես եղա հունարոմյականի բոլոր քաշային կարգերի եզրափակիչներին եւ շատ լավ խոստումնալից մարզիկներ նկատեցի բոլոր քաշային կարգերում, կարող եմ ասել, ուղղակի պետք է այդ մարզիկներին շատ լավ է եղել, որ մեզ մոտ այս վերջի քանի տարիներում 20-ից 23 տարեկան Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն են մցրել, քանի որ մարզիկը եթե 20 տարեկանը լրանում էր, արդեն տեղափոխվում էր մեծահասակներ եւ մեծահասակների մեջ, ասենք 26-25 ավելի փորձառու մարզիկների մեջ չէր կարողանում գտնել իր տեղը եւ ստիպած ինչ որ միտեղ կոտրվում էին, թողնում էին սպորտը, գնում էին, հեռանում էին, բայց հիմա Միջազգային ֆեդերացիան շատ ճիշտ որոշում է արել 20-ից 23 տարեկանները նշանակել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություն կոնկրետ մեր թիմում այս տարի բանակից հետո եկած վերադարձած եւ այսինքն այդ տղան սիրում է Թոփալյան Արայիկը սիրում է ամբիշամարտը սիրում է սպորտը ինքն էլ ֆանատ է եւ բանակից հետո եկավ Պարապետ եւ Եվրոպայի առաջնությանը գրավեց 3-րդ տեղը, այսինքն կան ֆանատներ, կան սպորտում պետք է լինես ֆանատ, նվիրված քո գործին, պլյուս արդեն ռեժիմ, սնունդ, նորմալ ճիշտ պարապմունքներ, ճիշտ մոտեցում, մրցումային փուլին։ Ուզում ասեմ, այդ ամեն ինչը մենք ունենք ներուժը, բայց ինչ որ միտեղ ճիշտ նկատեցինք երկուգնյանը քիչ է քանակությունը, այսինքն քանակի մեծի դեպքում կարելի է ընտրություն շատ անել, բայց մեր ընտրությունը շատ փոքր է։ Սպասելիքը շատ է, բայց ցավալին, որ պարոն Կուրգենյան նաև ազատ ոչի ըմբշամարտում դուք էլ տեսնում եք եւ ներկայացնում եք այդ պատկերը։ Այո, հիմա ինչ ունենք, բայց ես նորից կուզեի Բայց մենք վարժ գույներով չենք տեսնում, չէ՞, դա պարոն Կորղենյան։ Մենք տեսնում ենք, որ մերոնք դուք ձեր շնորհիվ, նաև ձեր ղեկավարմամբ, մենք լավ արդյունքների շարունակում ենք հասնել։ Պարզապես այդ մի խնդիրն է, որի մասին դուք հիմա այստեղ խոսում եք, եւ որոշակիորեն ձեր մտահոգությունն եք արտահայտում։ Ես ասեմ բանակի վերաբերյալ, քանի որ ես համ բանակի էլ պատասխանատ ունեմ, բանակի մարզական ակումբի, ուրեմն բանակի մարզական ակումբը արդեն սկսել է գործել եւ նորից մեր մարզիկները կգրավեն բանակի մարզական ակումբում իրենց ուրույն տեղը եւ դրա վառ պատասխաններ, ասենք Երևանում անցկացված անցած տարվա թե հունարոմյական թե ազատ ըմբշամարտի վաստակած 13, հա, վաստակած մեր բոլոր մարզիկների 13 մեդալները, որոնցից 3-ը ոսկի, դա ասենք փոքր քիչ հաջողություն չէր, ինչ թվում է մեր երկիրը նորից եմ կրկնում, քանի որ ստեղ կային Ռուսաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի եւ ավելի շատ Կորեայի, Չինաստանի բոլոր այդ երկրների մեջ մեր թիմային պայքարում մենք գրավեցինք 3-րդ տեղը, ազատ ոչը գրավեց 4-րդ տեղը, ուզում ասեմ կա այդ պոտենցիալը, կա, ուղղակի պետք է մենք կարողանանք թե մարզիչներով, թե բոլորով միանանք իրար եւ կարողանանք ճիշտ մոտեցում տալ սպորտաձևին, մարզիկի ճիշտ պատրաստականությունը ավելի խոշոր միջազգային մրցաշարերին եւ օֆիցիալ մրցումներին։ Պարոն Կուրգենյան։
Այո, չէ, վիճակը մենք թերությունները ներկայացնելով չենք ասում, թե ինչ-որ լավ բան պեսիմիստորեն չենք անդրադառնում այդ դրան։ Ուղղակի թերությունները միշտ պետքա մեր համար, կոնկրետ իմ համար որպես մասնագետների պետքա միշտ թերությունների վրա աշները սպահենք, տեսնենք թե որտեղ ինչ թե չկա ու էդի ուղենք, չբավարարվենք այն նրանով ինչ որ ունենք, ասենք հա լավա կա, շատ լավա ու տենց էլ շատ անգամ այդ շատ լավան բերում է հիասթափության, բերում է ինչ որ մի բանի, բայց ես ասածը մի քիչ շարունակեմ, կներեք, ուրեմն մարզիկներ են լինում, որ հաղթում են, դուրս են գալի, գիտեն իրենք հաղթել են, բայց հաղթել են, ընդհանուր առմամբ իրենք հաղթել են։ Ասենք, բայց նկատողություն եմ անում, ասում այս ինչ տեղը ստեղ սխալ արեցիր, բայց ես հաղթել եմ, չէ՞, ասում հասկանալի է, հաղթել ես, լավ, բայց մյուս անգամ կարող է այդ նման սխալը կատարես, Եվ ճակատագրական լինի, Այս ինչ տեղ, այսինքն մենք պարոն Կողոյանի հետ անգամ աշխատում ենք իրենց հաղթանակների մեջ էլ իրենց սխալները գտնել, որ տեսնել, հետո ասենք վիդեոզապիսով կամ ինչ ցույց տալ իրենց, ու իրանք էլ արդեն եթե տեսնում են իրենց այդ գոտեմարտը, բնականաբար համոզում են այս հետ։ Մոտենում ենք ավարտին մեր զրույցի։ Երկու կարևորագույն նախ Եվրոպայի առաջնությանը քիչ անց կանդրադառնանք, բայց դուք էլ այդ թեման բացեցիք, մարզիչ-մարզիկ այս հարաբերության։ Դուք եղել եք մարզիկներ, հիմա մարզիչները ընդ որում գլխավորում եք Հայաստանի հավաքականները։ Այստեղ աշխատանքը մարզիկների հետ ձեզ համար դարձյալ sense տարի սովորելու ինչ որ մի բան նորը տեսնելու, նոր մոտեցումներ մարզիկի հետ այսպես աշխատեցնելու, այսպիսի ընթացք է, թե ինչպիսին է, պարոն Կորղինյան, ձեզանից սկսենք։ Իհարկե, մարդը ամեն օր միշտ սովորելու, միշտ կատարելագործվելու ձգտումը մարդու մեջ պետք է լինես մարզիկ թե մարզիչ, մարզաձևը զարգանում է, մարզաձևը դինամիկ մարզաձև է, այդ զարգացման հետ պետք է համահունչ քայլել եւ տեսնել ինչ խնդիրներ կա ու բնականաբար պետք է փոփոխվես դեպի լավը։ Նաև ոչ միայն դուք վստահ եմ այն ինչ որ ինքնակրնադատությամբ դուք ձեր վրա եք աշխատում կատարելագործում եք, բայց այն քննադատությունը ինչպես պարոն Բաբալարյանը նշեց, որ մարզիկը հաղթանակած գորգից արդեն դուրս է գալիս, բայց իրեն այն սխալը, որպեսզի հետո չմոռանա, դուք էլ հավանաբար չմոռանաք։ Այդ սխալը նշել պետք է, որ հաջորդ մրցամարտին ինքը այդ սխալը չգործի արդեն։ Դա էլ իր կատարելագործումն է ձեր շնորհիվ։ Այստեղ ինչ ներբություններ կան, եթե կարող եք մի երկու բան շատ արագ բացահայտեք։ Մարզիկ-մարզիչ աշխատանքի հոգեբանական այդ ուղղությունը շատ մենթալ մակարդակի վրա մարզիկներին, պարոն Բաբալարյան, դուք էլ ասուլիսի ժամանակ Armepress գործակալությունում նշեցիք, այո, կարծես մարզիկը հաղթում է, բայց որոշակիորեն լարվածության պատճառով ինքը ցավոք սրտի մրցամարտի վերջնամասը թե երկրորդ կեսը, երկրորդ 3 րոպեն խնդիր ունենում։ Մեր հիմնական պարտությունները հենց այդտեղ են, ձեր նշած տեղում են։ Մարզիկը ուրեմն հաղթելով, ես միշտ տղաներին ասում եմ, միշտ ասում եմ, որ գոտեմարտը դա 3 րոպե չի, 4 րոպե չի, 5 րոպե 50 վայրկյան չի, դա 6 րոպե, այսինքն սուլիչ պետք է աշխատենք։ Փարկասը որոշ մարզիկներ կարողանում են ադապտացիա լինել այդ պրոֆիլով փոխել իրենց, որոշների մոտ կարող է ուշանալ, կարող է մեկը շուտ ըմբռնել, մեկը ուշ դառնալ, ամեն մարզիկի մոտ անհատական մոտեցում է, բայց ինձ թվում է բոլոր դեպքերում այս օլիմպիական ցիկլին մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, որ մեր մարզիկը հավատա առաջի րոպեից, առաջի վայրկյանից մինչև վերջի վայրկյանը իր իսկ հաղթանակին։ Իսկ որ ասում եք մարզիկների փոքրերի պատանիների մեծահասակների բան, ուրեմն ես ասեմ պարապմունքներ եղել, որ երիտասարդ ավելի փոքր տարիքի մարզիկներ եկել են մեծահասակների հետ պարապելու բան, ինչ որ մի բան են արել, հնարք են կատարել,
Եվ իդեպ ասեմ, որ մեր գործում թե մարզիկը, թե մարզիչ, ով ասեց ես ամեն ինչ գիտեմ, ուրեմն ինքը ոչ մի բան չգիտի։ Միշտ կա սովորելու տեղ, եւ ինչ էի ուզում դրանով ասել, որ այդ փոքր փոքր 16, 15, 14 տարեկան անգամ մարզիկը շատ է լինում պարապմունքները։ Տեսնում եմ այնպիսի մեղնարկ կատարում, ասում եմ մի րոպե սա խելքին մոտ է, թե խելքին մոտ չի։ Տղա ջան, մի հատ էլ արա, անում է 1-2 հատ ես ված չեմ զգում դրանից, որ ես իրանից այդ հնարքը, ասենք, չեմ ասում գողանում եմ կամ բան, ասենք նայում եմ եւ ավելի կատարելագործում եմ եւ մատուցում եմ ավելի մեծահասակ, ավելի փորձառու եւ պետք է որ դե աշխատանքի արդյունքում արդեն պետք է երևա դրա, ասենք, հետևանքները։ Պարոն Գորգինյան, դուք եք վստահ եմ կարևորում, շատ կարևորում մենթալ, հոգեբանական մակարդակի վրա մարզիկների հետ նամանավանդ կարևորագույն մրցաշարերում Գորգին դուս եկած մարզիկների հետ աշխատանքը։ Այո, շատ ճիշտ է, ճիշտ նշեցիք, այսինքն մենք որպես ես մեծահասակների հավաքականի մարզիչ արդեն որոշ չափով ինչ-որ առումով ձևավորված մարզիկներ են գալիս։ Հենց այդ մենթալ հոգեբանական առումով իրանք արդեն ինչ-որ ձևավորված, ինչ-որ կարծրացած գալիս են արդեն։ Հեշտ է այդ նման մարդկանց հետ աշխատել։ Նման դժվար է, իհարկե դժվար է, շատ փոխելու հնարավորություն արդեն չես ունենում, որովհետև այս խնդիրը ես գտնում եմ, որ շատ խորքային է։ Սա պետք է ուշադրություն դարձնենք մեր մանկապետանեկան դպրոցներից, մարզիչների որակավորման շատ խիստ սանդղակ նշվի, շատ մեծ ուշադրություն դարձնենք այդ մանկապետանեկան մարզադպրոցներին եւ այնտեղի մարզիչներին։ Իրանց որակի բարձրացում եւ ոչ միայն որակի մարզիչների հենց սոցիալական խնդիրը, մեծ խնդիր է մարզիչների սոցիալական խնդիրը։ Այստեղ շատ կարևոր է այդ մենթալ եւ հոգեբանական խնդիրը լուծել հիմքից, այսինքն դպրոցից, այսինքն կրթությունից, սպորտը դառնա ոչ միայն ֆիզիկական դաստիարակություն, այլ լինի հենց ձեր ասած մեր ասած մենթալ եւ հոգեբանական դաստիարակություն ստանան։ Ամբիցիաներ ունեցող մարդիկ էլ դրական ամբիցիաներ ունենան, որոնք որ իրենց այնպեսին չունենան, որոնք որ իրենց կխանգարեն նաև այդպես կարիերան շարունակելիս։ Շատ կարևոր է այս գնահատմամբ, որ սպորտը եւ կրթությունը համատեղել լինեն, այսինքն երեխան մարզադպրոցում եւ կրթվեր մենթալ հոգեբանական առումով, որովհետեւ մի հատ օրինակ ես միշտ այդ օրինակ ինձ աշկից դեմն է, որ Ամերիկայում օրինակ իրանք սպորտը ուսանողական եւ դպրոցական սպորտն է շատ ուժեղ զարգացած, նույն NBA, բասկետբոլ կնայենք, լրիվ կրթության հետ է։ Նույնը բշամարտ է իրանց մոտ շատ զարգացած։ Այսինքն սպորտը լինի կրթության, դաստիարակության մաս, մենթալ եւ հոգեբանական առումով։ Այդ դեպքում քիչ ավելի պատրաստված կրթված սերունդ կունենանք։ Եվ վերջին հարցը Եվրոպայի առաջնության մեր մասնակցությանը, իհարկե շատ բան արդեն ասվեց ասուլիսի ընթացքում։ Պարոն Բաբալարյան, դուք էլ այդտեղ ակտիվ պատասխանում եք հարցերին, պարոն Գուրգենյան այստեղ հնարավորություն կունենա։ Շատ կարճ ձևակերպեմ հարցը։ Ձեր ակնկալիքները, սպասումները եւ արդյունքը։ Կոնկրետ հնարավորական թիմի համար ես այնքան էլ բավարարված չեմ թիմի արդյունքներից, քանի որ թիմում կային ավելի շատ լավ մարզիկներ պատրաստ վիճակի միջև եզրափակիչ եւ եզրափակիչը հաղթելու հնարավորություն ունեցող մարզիկներ, ուղղակի չեմ կարող ասել ինչ կատարվեց, նոր ասեցի, այսինքն որ հաղթելուց էլի գնացին, պարտվեցին մեր մարզիկները։ Բնականաբար ես երբեք գոհ չեմ լինում արդյունքից, որտեղ մեր մոտ մարզիկները ավելի շատ թիմի մեջ ավելի շատ հնարավորություն, մեր մոտ բոլորը հնարավորություն ունեն մեդալ վաստակելու եւ ասեմ ինչու՞ չէ նաեւ հաղթելու միջև չեմպիոն դառնալու հնարավորություն, բայց սպորտը կլինի այսօր պարտություն, կլինի վաղը հաղթանակ, վնասվածքներ կար տղաների մոտ, մանր-մունր բաներ կար,
դա չես կարող ասել սպորտա։ Մենք բոլոր դեպքերում ունենք մեր երկրում մեդալներ, մեր երկրի դրոշը բարձրացել է, հիմնահնչել է եւ շարունակում է բարձրանալ, բայց կարող է, այո, դե կարող է ավելի լավ լինել։ Ես միշտ ասում եմ, կարող ավելի լավ լիներ, կարող ավելի լավ։ Դուք մաքսիմալիստ եք։ Հա, ես մաքսիմալիստ եմ, բնավորություն ես ասենք չեմ բավարարում, եթե 10 քաշ ընտանում եմ, ուզում եմ 10-ն հաղթեն։ Բնականաբար, բայց Աստված ինչ տալիս է, նա տալիս։ Դուք եք մաքսիմալիստ, պարոն Գորգենյան, որքան հասկանում եմ, ինչքան հասկանում դուք այնքան էլ գոհ չեք նույնպես Եվրոպայի առաջնության մեր մրցելույթներից։ Ճիշտն ասած, ես հակառակ ասեք, իհարկե։ Մաքսիմալիստ չեմ, երևի ավելի շատ ես իրատես եմ։ Ու այս արդյունքը համարում եմ իրատեսական մեր համար եւ քիչ չեմ համարում արդյունք, հիմա կնշեմ ինչի համար։ Մեր երկու եզրափակչի մասնակիցները, Արսենն էլ, Արմանն էլ, իրանք պարտվեցին աշխարհի չեմպիոնների, մեկ օլիմպիական խաղերի չեմպիոն ու շատ համառ պայքարում։ Ու շատ դիտարժան գոտեմարտ էր, Արսենի գոտեմարտ է հենց Ուգոևի հետ, որ ամբողջ ըմբշամարտի աշխարհը, ոչ միայն Եվրոպայում, ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրություն էր առաջացել, օրինակ հենց օլիմպիական չեմպիոն Ճապոնիայի ներկայացուցիչ Հիգուչին մինչև այդ գոտեմարտը լինելը սոցիալական ցանցերում դրել էր, որ ինքը շատ ուշադիր հետևում է այդ գոտեմարտին։ Ու ես որպես մարզիչ մասնագետ կնկատեմ, որ շատ դիտարժան հետաքրքիր գոտեմարտ ստացվեց։ Հաշվի առնելով մարզիկների բարձր կարգը։ Նույնը կասեմ Անդրեասյան Արմանի վերաբերյալ, նորից աշխարհի չեմպիոնի հետ էր գոտեմարտում։ Կոնկրետ 3 մարզիկներն մեր մեդալի տեխնացուներ էին եւ մեդալներ նվաճեցին։ Իրականում շատ դժվար է ամեն տարի Եվրոպայի չեմպիոն լինել։ Ասենք թիմեր կան, օրինակ Ռեալը ամեն տարի չի որ չեմպիոնների լիգա հաղթում, չէ՞։ Հիմա մինչև եզրափակիչ հասնելն էլ քիչ չէր, ամեն դեպքում 57 կիլոգրամ քաշային կարգում եւս մի աշխարհի չեմպիոն կար, որում կիսաեզրափակիչում հաղթեց Արսենը։ Մի խոսքով ես դժգոհ չեմ, կա իրականում կա պարտության պատճառներ, որը որ մենք տեսել ենք, մարզիկներն էլ նույնպես տեսել են, կան թերություններ, վերլուծել ենք արդեն, վերլուծում ենք, նորից կվերլուծենք, ունենք մինչև աշխարհի առաջնություն, կփորձենք մինչև այդ աշխարհի առաջնությունի այդ ընթացքում այդ թերությունները ուղղել, շտկել։ Շնորհակալ եմ պարոն Այք, իմ դարձել եմ հրավերը ընդունելու եւ շնորհակալ եմ նաեւ ձեր աշխատանքի ըմբշամարտը շարունակաբար բարձր մակարդակում պահելու, այսինքն զուտ դիտխոսների մեդալների առումով, խնդիրների մասին այո, այստեղ սպորտքասթի տաղավարում խոսեցիք, հուսամ այդ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն եւ դուք ել ավելի մեծ հնարավորություններ կունենաք, ել ավելի շատ մեդալներ ձեր թիմերով, ձեր ղեկավարած թիմերով վաստակելու, նվաճելու։ Ես մեր լսողներին, ունկնդիրներին, հանրային ռադիոյի ունկնդիրին դարձյալ հիշեցնեմ, որ իմ հյուրերն էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբիթնակ Գուրգենյանը։ Սա սպորտքասթ նախագիծն է, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս նախագծի յուրաքանչյուր թողարկման տեսագրությունը տեղադրվում է հանրային ռադիոյի Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե հանրային ռադիոյի armradio.am կայքի, պաշտոնական կայքի հաղորդումներ բաժնի սպորտքասթ հատվածում։ Առայժմ